Ողջույն սիրելիներ, այսօր օրը սկսում եմ պատշգամբից, տաք, բայց արևոտ եղանակ է։ Օրը ինչպես մի սկսում ենք սուրճով, մայրս երեկ այստեղ համեղ ռուլետներ է պատրաստել, մրգերով և քաղցրեղենով։ Սիրելիներ, ես արդեն գլուխս լվացի եկա նստեմ, պետք է արդեն ծրագրավորում էլ սովորեմ։ Նպատակ եմ դրել, որովհետեւ մինչև այս 3 ամսվա ընթացքում արդեն 2 ամսվա ընթացքում կարողանամ ստանալ իմ այդ պատվոգիրը։ Ինքը ճիշտ է մի փոքր բարդ կլինի, քանի որ 13 կուրս է մնացել, ինքը ամեն մեկը թեմա է, ու այդ թեմաների մեջ, մի թեմայի մեջ մտնում է 8-ից 10 որպեսզի դաս։ Դրա համար ժամանակ ընդհանրապես չի տրվում, բայց սրտեր է տրվում։ Իրենք էլ չեն բացատրում, ուղղակի տալիս են ինչ պետք է լինի ու տալիս են հարց, այդ հարցին պետք է պատասխանել, շատ բարդ է։ Մոտավոր 5 սիրտ են տալիս, այդ 5 սիրտը հազիվ հերիքում են մի դասին, եթե սխալներով ես անում։ Օրական 3-4 դաս աշխատում եմ անեմ, որ թեմաները արագ վերջացնեմ ու մի հատ չեմ սովորում, մոտավոր 4 բան եմ ընտրել։ Ինտելեկտուալ ծրագրավորում, խաղերի ծրագրավորման ստեղծում, հետո ընտրել եմ նաև մեր անձնական լիչնի դանների եմ ընտրել, տվյալների պահպանում, նաև ընտրել եմ Python ու Java, փոքր դժվար կլինի, աշխատեմ ու գոնե программирование для данных, դա ստանամ պատվոգիրը, ու դրա համար պարապում ենք։ Նայրան չքնեց ընդհանրապես, մայրիկիս հետ 2 ժամ տանջվեցին, որպեսզի քնի, մուլտիկը միացրել է գնացել է մամայիս մոտ, իմ մազերը ես սրբիչը հանեցի, ուղղակի չեմ խմել, ինչպես միշտ, սա այն շորերն էլ ծալեմ, մայրս իր մազերն էլ լվանա ու գնանք դուրս, եթե եղանակը լավ լինի, որոշել ենք վրացական համեղ ուտեստ պատրաստել, ճիշտ է անվանումը չեմ կարողանում նորմալ արտաբերել, մի փոքր բարդ է, բայց ոչինչ, անվանումը մայրս ընթացքում կասի, մենք էլ գնանք այդ բաղադրիչները ինչ որ վերջացել են, ինչի որ պետք են դրա համար գնենք։ Դրսում ուժեղ քամի է, բայց հաշվի չառնելով մարդիկ նստած է։ Կես մի պատուհան լինում։ Եղանակը այդքան էլ լավ չի, բայց դեմ։ Դեպ նայրայի հարչուկն է։ Ու դեպ շատ շնորհակալ եմ ձեզ ինձ բաժանորդագրվելու համար, քանի որ օրի ձեր աճ էլ ավելի շատ է եւ ես ձեզ շատ շնորհակալ եմ, դուք ինձ շատ եք ոգեշնչում։ Դե ինչ, եղանակը արդեն դրսում բացվեց, մենք պատրաստվում ենք, որպեսզի դուրս գանք, ու ինչպես տեսնում եք ես գեղեցիկ սաներվածքը, ուզում եմ խոսել սրա մասին։ Ես փոքր ժամանակ խելոք չեմ եղել, որ ասեմ խելոքա կլինի սուտ, ու շատ խելոք եմ եղել, շատ, այնքան խելոք եմ եղել, որ ես մազերս իմ խելոքության հետևանքն է։ Ինքը ունի 8 տարվա պատմություն։ Իմ մայրը վարսահարդար է, ինչպես նշել էի, ու տատիկս այդ ընթացքում մորական կողմի Ռուսաստանում էր, Մոսկվայում էր, հայրս առանց մեզ էր այստեղ, իսկ մենք մայրիկիս հետ Հայաստանում էինք։ Այդ ընթացքում մայրս երբ սովորել էր, իր մկրատները գնել էր, բերել էր, դրել էր մեր այդ հայելու վրա, տատիկիս ցույց տվեց, ասեց հեսա, տես։ Իրանք սկսեցին խոսալ, այդ օրն էլ հայրս գալիս էր, արդեն հետ էր գալիս, որոշեցի, որ այդ մկրատները առաջինը ես պետքա փորձարկեմ ու ամենասիրելի չալկաս կտրեմ։ Ականջի վրայից այն ժամանակ մազերս այս մազերից էին, կտրեցի, մինչև հիմա չի երկարել, այսքան էլ մնացել է, մազերը սրկս եթե է վերադարձել մայրիկիս մոտ, ոչ ուղել կլիներ, ոչ էլ։ Դու մազերի հանդեպ հակում էր։ Ես մազերի հանդեպ շատ մեծ հակում եմ ունեցել, հետո մի հատ տիկնիկ ունեի, ես այն ժամանակ դեռ չգիտեի, որ տիկնիկները ընդամենը դիմացն ու մազ լինում, որոշեցի, որ տիկնիկիս պոչից պետք է կտրեմ ու մազերը քանդեմ։
Կտրեցի, կանդեցի, մազերի օրին գցեցի, քանդեցի ու բարձվեց, որ իմ տիկնիկը քաչալ էր, իր այսքան մասը բաց էր, դրանից հետո ես վախեցա այդ տիկնիկով խաղալ էր, ընդհանրապես չխաղացի։ Մի օր հիշում եմ, նստել լացում եմ, մի օր այս սաների մեջ խճճել էի մի ամբողջ մազափուն, որոշել էի, որ խուճուճ պետք է անեի, սաներով լոքո պետք է անեի, խճճեցի, մկրատով կտրեցինք այստեղից էր դարել, հիշում եմ, չէ, այս կողմից այստեղից էր դարել, երկու հատ այս կողմանի չոկամն էի ականջիս մանտից, շատ եղեցիկ սաներ վազքեր, մինչև հիմա էլ որ հավաքում ես, այստեղից դուրս են գալիս, բարձրից։ Սաներվածքներից մի լավ հիշում եմ, մոռանալ չի լինում։ Իմ մազերի հետ ես ինչ ասես արել եմ։ Էլ ինչ էի արել։ Տատիկիս համար, հորական տատիկիս համար մի հատ լավ մեյքափ արտիստ եմ եղել։ Էլ մեյքափ արել եմ։ Մատնահարդար եղել եմ, մեյքափ արտիստ եղել եմ։ Իրանց մազերի հետ խաղացել եմ։ Իմ ձեռքերը ասում էին, աստվածային ձեռքերը լավ։ Շատ են գովում։ Շատ են գովում, էլ բժիշկ եմ եղել։ Ու խաղացել ես տատի պապի հետ։ Ու խաղացել եմ հիմնական տատիկ պապիկից հետ, որ փոքր եմ եղել ընդհանրապես։ Ես իրանց առաջի թորն եմ, ինչ ուզել արել եմ իրանց հետ։ Իրանք սիրով քո հետ խաղացել։ Մինչև հիմա խաղում են էլի, որ ուզենամ։ Բայց տեսնում եք ես ինչ բազմակողմանի զարգացած երեխա եմ։ Շատ հետաքրքիր եմ եղել, որ փոքր էի, հիմա թեծանիվ ունեի, բոլորը կարողանում էին այդ տարիքում 5 տարեկան էի, 4-5 տարեկան էի։ Բոլորը կարողանում էին այդ տարիքից 2 ակով հեծանիվ վարել, ես չէ։ Հայրս այդ ժամանակ այդտեղ էր, ասեց ոնց, բոլորը կարան իմ աղջիկը չէ, որոշեց հետևի 2 ակը հանի։ 10 մետր գնացի, իր աղջկան գտավ խոտերի մեջից։ Խոտերի մեջ ընկելի։ Գիտեք բանը որն է, որ դու չէիր լացում, ասում էիր բայր ես երբ պետք է խաղամ, հա ոչինչ։ Հա ոչինչ, ես ընկել էի, հետո ոտքս մի լավ այդ ընթացքում մի լավ իմ առաջի վնասվածքներ, առաջի վերքն էր 4 տարեկանում։ Ոտքս մի լավ բացվել էր, բայց ես պապան ասեց ոչինչ չի ընկել։ Պապան մեզնից հեռու էր, տենում է, որ իմ խուճուճը ժամանակ էր, խուճուճ մազերն երևում է խոտերի մեջից, բայց պապան ասում է երեխեն չի ընկել, հեսա մի րոպե։ Գնաց հեռվից բերեց։ Էս ինչ եմ մանկությունդ հիշել։ Ես իմ մազերից սա, որ ասում եմ հիշողություններ են արթնացնում։ Բա, ես ինչ ասես արել եմ։ Ես մի օր էլ իմ, չգիտեմ, մորական տատիկիս եմ երևի քաշել, մի օր տրանսպորտ էինք նստել, մի հատ մարդ կար, բարձրացա, այդ ընթացքում գլուխը նաև հարվածեց այդ լուկին, որ բացված էր, բայց, ինչ անում։ Լուկը բացված էր, այդ ընթացքում գլուխը խփեց, ես սկսեցի խնդալը։ Այնքան խնդացի, վերջը խեղճ մարդը ուրիշ տեղ պետք է իջներ, 2-3 կանգար շուտ իջա։ Նաև փոքր ժամանակ սևամորթ մարդկանցից եմ վախեցել, իբր ես շատ սպիտակ եմ, իզնից սևերից էլ վախեցել եմ։ Նստել էին ավտոբուս, դրանք որ ժպտում էին, մենակ ատամները սպիտակ, իրանք ամբողջովին սև, հայլը մեջով նայում ժպտում էին, ես սկսել էի լացելը։ Հետորն է մենք իջանք։ Հետորն էլ մենք 2 կանգար շուտ իջանք, որովհետև լացել եմ։ Գիտեք ինչի այդ մարդը իջա, որովհետև երբ որ սկսեցին խնդալը դադարեց, այդ բոլորը սկսեցին խնդալ, ինքը ամոթից իջա։ Կամ որ ընկել էի մի քանի օր առաջ, ինչպես ասել էի, երբ որ ընկել էի, ես փոխանակ վեր կենամ, այդ ընթացքում էլ էի սկսել նստածս տեղը խնդալը։ Վրա ես խնդում, որ մնաս թե ուրիշ։ Ես իմ վրա եմ խնդում, որ մնաս թե ուրիշի։ Նայրային մազերը մի քանի օր առաջ լրիվ ուղղվածրել էի, արտակել էի, ֆենել էի։ Գեղեցիկ սաներվածքներ եմ հավաքում։ Հետևի պոչը, վերև մնացել։ Վերևը չէի կարողացել։ Վերևը խոճուճներ Իդեպ ես նաև նորաձած ես պատմեմ, որ փոքր ժամանակ
շատ մեծ սեր եմ ունեցել խմորի ու ալյուրի հետ խաղալը։ Երբ որ տատիկենցս հետ էինք ապրում, ինքը մի հատ առանձին նկուղում տեղ ունենք, այդտեղ ինքը ապարատ ունի հաց թխելու համար լավաշ։ Խմորներն արել էր, դրել էր, ես էլ որոշեցի այդ օրը գաթա եմ պատրաստում, այդ հացի փռի մեջ։ Ու տատիկի խմորով։ Հորեղբորս օգնությամբ փոքր սկսեցինք։ Առաջինը խմորը ուզում էի գրտնակել, չստացվեց։ Կպավ խմորի։ Այդ գրտնակով կպել էի։ Տատիկս վերցրեց, որ ինքը գրտնակեց, դրեց այդտեղ, ասեց մինչև լինում է խորիզը։ Խորիզը սկզբում եղել էր ավելի պինդ, քան թե խմորը։ Հետո մի լավ ձեթ ավելացրինք, դարձավ ձեթոտ։ Հետո որոշեցինք, որ չէ լավ ավելի լավա ձեռքերով անենք։ Ձեռքերով մանրացրինք։ Լցնելու ընթացքում նաև որոշեցինք, որ պետք է մի տեսակ տարբերվող լինի, էլի։ Տարբերվող լինելու համար մոտավորապես 2-ից 3 կոնֆետ ճորկեցինք մեր գաթայի մեջ։ Դրեցինք, կեսը վառվեց, մնացած կեսներ հանեցինք։ Հում վիճակում, խմոր է դեռ, հանեցինք, որ չվառվի։ Օ, ես անձամբ չկերա, մայրս ու հորեղբայրս մեզ հրաժարվեցին, իսկ փոքր հորեղբայրս ու մնացած տան անդամները տատիկս ու պապիկս մեծ հաճույքով կերան ինձ չվիրավորելու համար։ Ուզում եմ ասել, ես ամեն ինչ եղել եմ։ Իմ առաջին կարելի ասել հայտարարվելն էր խոհանոցում։ Մեզ թվաց իբր եղանակը բացվել է, բայց հիմա ահա որ է, ավելի վատ է։ Տեսեք։ Տանից դուրս էինք գալիս։ Հա։ Հա։ Տանից դուրս էինք գալիս ու նկատեցինք, որ ստեղ անձրև է։ Տեսնենք գոնե լույսով կերևը կաթիլները։ Փոթորիկ էր նոր։ Ես այստեղ ամեն օր MCS-ը զգուշացնում եմ, որ կարող է եւ շտորմ լինի, զգուշացեք ամեն անգամ։ Երբ որ անձրև է նախատեսվում, շտորմ է լինելու, զգուշացեք։ Բա։ Շատ լավ անձրևային եղանակ էր։ Այսօր մեր վրացական ինչ է։ Մա, ինչ է։ Տեստյանը չեմ հիշում։ Դա չենք պատրաստի։ Մի ուրիշ անգամ պատճառով չենք պատրաստի։ Տեստյանը ինչ է։ Աջա ջուրի։ Ասեք առաջ։ Չենք պատրաստի դա։ Դրա փոխարեն կպատրաստենք ինչ։ Ջերոց խոզիմիս, քանի որ մենք հերոն ենք։ Այո։ Հերոն ենք։ Նա ինչ մոտնու եղան։ Արից դուրս եկա։ Մոշ։ Նա իդիացանը։ Ծիացանը։ Ասում էի հեսա ծիացանը դուրս կգա, դուրս եկա։ Ծիացանը, նա աղջիկը գիտի ներքևն է։ Հինա։ Թագուշն ինչ մեծ է, էլի։ Շատ մեծ է։ Մեզ թվաց իբր եղանակը լավացել է, որոշեցինք դուրս գանք, ճիշտ է մենք հիմա այդ ջարուլինա չենք պատրաստելու, բայց հաց չկար տանը, լավաշ ենք գնում, ասեց, որ չի կարա այսօր բերի, գնանք հաց ու հյութ գնենք, իչև անձրևելի բրնեց, մտնենք խանութ, իչև սուպերմարկետ չենք գնում, քանի որ իրոք անձև է, գնենք մեր մոտին խանութը։
Մենք տանն ենք, դեք ցույց տամ, ինչ առանք, չհաշված են, որ ձևի տակ մնացինք, իսաթրջվել եկանք, հյութ ենք գնել, սենց նոր պետք ապորցենք, առաջի անգամ ենք, մանգո ու 39-99 40 3 վերջի 3-ն էլ մենք վերցրինք հաց երկու տեղում են թխվում ու մի հատ էլ Երջիկ ենք վերցրել դեք ասեմ ընդհանուր ինչին ինչ քան ենք տվել Սոկերը մի հատ արժեր 39-99 Հետո Նայրային մաստակ ենք արել, որ մի րոպեում մինչև տուն հասանք վերջացավ Ամբողջովին լցրել էր վերանը Էլի 39-99 դա Նա այսքանը 39-99 4 բան 39-99 իրար հետ երշիկը ցույց տա Նավաներ Ընդհանուր իրար հետ 467 ռուբլի Բայց չի Նայրա ինչ ես անում Էր մոտի խանութն է Սա քո համար խաղալիք չի Ծնած երեխան ինչպես ա լինում Կարտոֆիլն են անել Սիրելիներս էս ոչ թե հյութա այդ պիտվա Այդ մարդը գարեջուրա Հայկինը մեզ խորհուրդվեց խանութում աշխատում ասեց շատ լավն է փորձեք տարեք նորություն է տարեք Վերեցինք պապան ասում է ինչ եք վերել Ասում ենք սոկ անեց լավ նա այդ կինն ասեց տարեք փորձեք ասեց սոկ չի պիվայա մեզ գարեջուրա Սիրելիներս մենք հիրոն ենք արդեն ընտրեցինք հիմա իրենք սրճում են մենք էլ այստեղ ենք Նայրա Ուրա քո կոշիկի զույգը Նրանից ձայն չի գալի հանելա Մայրս անկողին է բացում Նայրան իր կոշիկներով ամեծ գժվացնում Մենք էլ պատրաստվում ենք քնենք տեսեք Մայրս դզում է Նայրան ինչ ան Եկա չի օգնում Ահա ապրես Լավա, հերիքա Իրա պատճառով ամբողջ օրը ես մատրաս եմ փչում, թսկում է Ջանա, ապրես, բոլա Տեսեք Հա, դե բոլա ապրես Քանդեց Ասած իմ սիրած ֆիլմի ֆինալն է մամ Վերջին Չի խոսենյակի առուստացիցով կնեն Վայ Ուրեմ իրանց մոտ կնայեմ հետո կքնե Ուրեմ ես կգամ էստեղ կնայեմ իրանք տող կնե ես իրանք ես չեն խանգարում Նարա Հավա Էս է ոնց Իրան էլ չի խանգարում Մեծ է խանգարում մենք կնստենք նայեք Մի գիտ Աստված ջան Արա Մեր պապան ընտրել է ամենաթիթիզը, ամենագերեսկը, բայց ամենաձայնառատը քանդեց Պուստիկ շուն Ուրա Այ Մի գլուխ այ Չէ Դրսում այլ է լույսը Ժամը 10-ն դեռ լույսը Իք Ընգանք Ջան Պզիկ
Քիչ է քարե դարդ նայել։ Ես ու հայրս սիրում ենք տես նստենք ընտանիքով բաներ նայենք։ Մնացին դուրսը։ Քարե դարդ ենք նայել։ Նայրան սիսի ֆիզիկ նայելս էլ ինքը ինձ էլ ֆիզիկի տեղադրել։ Արի գնանք ֆենվենք, հա։ Սիրելիներս տեսեք նայրան որտեղ է թաքնվել։ Լուկա։ Մատեմ սիրել աչքս։ Վաղավորը։ Հիմա չի կծալում, նայրան դուրս չի գալիս հետերից։ Բա։ Չնանք դուրս։ Իմ սիրած կինոյի վերջին տեսանյութն ու վերջին։ Սերիանը նարը, բացի հլե դուրետ։ Բիյու։ Ինչ ես անում։ Փախի, կամած։ Բա։ Ֆրպահում ենք ինձ վրա անջատենք լույսը։ Նանինա։ Ասա ես շատ չար եմ, շատ չար եմ։ Ինք շատ չար է։ Ինք շատ չար ենք։ Մի արա, տեսեք մատնա հետքերը, վայ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա համար այսքան էի պատրաստել, կհանդիպենք վաղը շատ ծարաբեռնված հագեցած օրենք ունենալու, այնպես որ որոշել ենք մի փոքր շուտ քնել, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակի կոճակը։